Միացյալ Նահանգների կոնգրեսում տապալվել են Թրամփի ոչ խաղաղասիրական ծրագրերը զսպելու փորձերը։ Դեմոկրատներն էին երկու օրինագիծ ներկայացրել, որոնցից մեկով Միացյալ Նահանգների նախագահին արգելվում էր ռազմական գործողություններ սկսել առանց կոնգրեսի համաձայնության։ Երկրորդը պահանջում էր Թրամփից զորքը դուրս բերել Վենեսուելայի ափերի մոտից։ Դեմոկրատների երկու նախագիծն էլ մերժել են հանրապետականները։ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին ոչ մի բացատրություն չի տալիս, թե ինչ է փորձում անել Կարիբյան ավազանում։ Հանրային լսումներ չեն եղել Վենեսուելայի ափերի մոտ ռազմական հակամարտության սպառնալիքի վերաբերյալ, որտեղ է վերահսկողությունը։ Կոնգրեսում հաղթանակը ոգևորել է Միացյալ Նահանգների նախագահին։ Թրամփը վստահեցնում է, Միացյալ Նահանգների ջրային ճանապարհով ներմուծվող թմրանյութերի քանակը նվազել է 94%-ով։ Նայեք Վաշինգտոնին, անվտանգության այսպիսի աստիճան երբեք չենք տեսել։ Արյունարբու օտարերկրյա թմրավաճառները ոչնչացված են, նրանք ոչնչացնում էին մեր բնակչությանը։ Օվկիանոսով եւ ծովով ներմուծվող թմրանյութերի քանակը այժմ նվազել է 94%-ով։ Հենց Միացյալ Նահանգներ ներմուծվող թմրանյութերի համար է մեղադրում Վենեսուելային ու անձամբ նախագահ Մադուրոին, Թրամփը։ Վենեսուելայի նախագահին իր ամերիկացի գործընկերն անվանում է մայրցամաքի խոշոր նարկոբարոնների հովանավոր։ Թրամփի հրամանով Կարիբյան ծովում շրջափակվեցին նավթով բեռնված վենեսուելական նավերը։ Սա սրերով ընդունեցին Կարակասում։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին մանրամասն բացատրեցի, թե ինչ է կատարվում։ Միացյալ Նահանգների կառավարությունն ասում է, որ նավթով բեռնված նավերն իրենց են պատկանում։ Սա պատերազմ հրահրող եւ գաղութատիրական պահանջ է։ Հիմա բոլորս տեսնում ենք ճշմարտությունը, նրանք իշխանության փոփոխության են ձգտում այս երկրում, որպեսզի հաջորդ խամաճիկ կառավարությունը հանձնի ինքնիշխանությունը, մեր հարստությունը Վենեսուելան գաղութ դարձնելով։ Դա երբեք տեղի չի ունենա։ Թրամփին արձագանքել է նաև Կարակասի քաղաքապետը, ակնարկելով, որ Վենեսուելայի ժողովուրդը համախմբված է իշխանության շուրջ։ Խոսքն այլևս թմրանյութերի շրջանառության կարտելների մասին չէ, ձեր դիմակը պատռվել է, դուք մեր նավթն եք ուզում, մեր հարստությունը, բայց մենք զգոնենք ու պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Որ լարվածությունը պատերազմի չվերածվի, Թրամփին է զանգել Բրազիլիայի նախագահը։ Լուլա դե Սիլվան պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի ու Կարակասի միջև երկխոսության միջնորդ լինելու։ Սա խաղաղության մայրցամաք է, 200 տարի այստեղ պատերազմ չի եղել։ Խոսել եմ նախագահ Թրամփի հետ։ Խոսքի ուժը կարող է ավելի արժեքավոր լինել, քան զենքի ուժը։ Ուղղակի պատրաստակամություն ու համբերություն է պետք։ Բրազիլիայի նախագահը Սպիտակ տան բիզնես գործարքներ սիրող ղեկավարին հիշեցրել է, խնդիրները դիվանագիտությամբ լուծելը միշտ ավելի էժան է, քան պատերազմը։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայրուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։